Մի խումբ քաղաքացիներ իրազեկման ակցիային կազմակերպել ID բանկի գլխավոր մասնաշենքի դիմաց։ Ասում են, զեղծարարության զոհ են դարձել, այնինչ զգուշացեք զեղծարարներից, կողմնակի անձանց մի տրամադրեք ձեր անձնական տվյալները եւ այլ զգուշացում խնդրանքները արդեն տևական ժամանակ է ինչ հնչում են բանկերից ու մասնագետներից։ Երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Բանկից պարզաբանում են անձի նույնականացման համակարգը մշտապես գործել է, հունվարից էլ ավելի է կատարելագործվել։ Բանկից տվյալների արտահոսք տեղի չի ունեցել։ Քաղաքացիներն իրենք են տվյալները տրամադրել զեղծարարներին։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները չեն ընդունել, որ իրենք որևէ տեղ մուտքագրել են այդ կոդը, բայց հետո, երբ մեզ մոտ ցույց տալով իրենց ամբողջ ընթացքը, որովհետև ներողություն, բայց մեզ մոտ ամեն ինչ լոգավորվում է եւ մենք համակարգում տեսնում ենք այդ ամբողջ ընթացքը։ Երբ որ մենք ցույց ենք տալիս քաղաքացուն, որ դու մուտքագրել ես, այս պահին ստացել ես այս հաղորդագրությունը, մուտքագրել ես այս պահին, եղել է սա, քաղաքացիները ընդունում են դրանից հետո, որ իրենք այո կատարել են այդ մուտքագրումը։ Ակցիայի մասնակիցները չեն բացառում տարբերակը, որ քաղաքացին գուցե անկախ իր կամքից է անձնական տվյալներ տրամադրել։ Կան տեխնիկական միջոցներ, որով հնարավոր է պարզել արդյոք քաղաքացին տրամադրել է իր անձնական տվյալները, թե չէ։ Հնարավոր է իր անձնական տվյալները ձեռքաբերվել տարբեր այլ աղբյուրներից, որի մասին քաղաքացին տեղեկություն ընդհանրապես չունի։ Քաղաքացիների անուններով օնլայն վարկեր են ձևակերպվել, քանի որ քաղաքացիները մուտք են գործել զեղծարարների ուղարկած հղումներով։ Բանկային համակարգն էլ ուղղորդում է, այս դեպքում հարցը իրավապահ համակարգի դաշտում է։ Նույն բանկը ինձ ասում է, հակերը ջարդել է մեր էջը եւ նույնատիպ էջ արել մոբայլ հավելվածի եւ ուղարկում է մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, եթե ես IT ոլորտի մասնագետ չեմ, այդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ, որ դա հակեր է եւ մուտք չգործեմ։ ID բանկից սակայն վստահեցնում են, կիբեր հանցագործություն տեղի չի ունեցել։ Կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող։ Նորից եմ ասում, տվյալների արտահոսք բանկից տեղի չի ունենում եւ չի ունեցել։ Տաթևիկ Վարդևանյանն ասում է, ստեղծված իրավիճակը ցավալի է առաջին հերթին հենց բանկի համար։ Միաժամանակ հորդորում է հնարավոր բոլոր միջոցներով բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտությունն ու իրազեկվածությունը հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար։